Ես ուզում եմ մենք այսօր ուշադրություն դարձնենք մեր անձի հետ կապված հետևյալ գործողության հետ կապված։ Արդյոք մենք ինքնակննության գնում ենք, թե ոչ, կամ ինչպես ենք այդ հարցում։ Դրանպես հոգևորությունը տարբեր, ասենք ասած, չափանիշներով կամ հայտանիշներով բացահայտվում է։ Ով է հոգևոր մարդ, ով հոգևոր մարդ չի։ Հարցը անհավատինը չի վերաբերում, այլ հենց նաև նրանց, ովքեր եկեղեցու մեջ են։ Եվ այդ բացահայտումներից մեկը ինքնակննություն անելն է, ես վստահ եմ դրա մեջ, որ նրանք, ովքեր որ իրոք Տիրոջը սիրում են եւ Տիրոջ առաջին վարվում են ուղղությամբ, նրանք առանց ինքնակննության չեն, միշտ իրենց անձերի վրա ուշադրություն են դարձնում, միշտ զգուշություն անում են իրենց ճանապարհների մեջ, իրենց քայլերի մեջ, ոչ միայն զգուշություն են անում, որ ամեն բան անեն, որ Տիրոջը հաճելի լինի եւ Աստծո կամքի պես լինի, այլ իրենց անելու մեջ էլ, անգամ երբ որ զգուշությունը ունեն, միաժամանակ, ասենք ասած արխային, ոնց որ մեր լեզվով ենք ասում, ասենց հանգիստ չեն իրենց համար, այլ նորից քննում են, որ հանկարծ որևէ մի բան բաց թողած չլինեն, հանկարծ մի բան սխալված չլինեն, մեղք չմնա, օտար ուրիշ, ասենք ասած շարժառիթներով իրենց գործը առաջ չլինեն եւ այլ։ Այո, սա Աստծո որդու, լուսո որդու, Աստծուց վախեցող, Աստծուն սիրող մարդու մի հատ որակ է անպայման։ Եթե մարդը այդպիսին է, շնակում է, այսինքն, ասենք, սիրում է լույսը, սիրում է ճշմարտությունը Աստծուն, անպայման ուշադիր է, ինքնակննություն է կատարում իր համար, որպեսզի մի բան չմնա, մի սխալ, մի հանցանք, մի մեղք չմնա, մի օտար բան չլինի ծածկված եւ ինքը, ասենք, դա ունենա իր մեջ ու չբացահայտվի։ Իսկ նրանք, ովքեր որ այդ հարցերում իմիջիալոց են, նրանք լուրջ հոգևոր մարդիկ չեն։ Սաղմոս 50-ում ասում է ամբարիշտին Տերը ասում է քեզ ինչ, որ իմ խոսքերը քո բերանն ես առել, ու մարդկանց պատմում ես։ Ասում է Աստծո խոսքերն ես պատմում մարդկանց, որպես թե կարծես թե Աստծուն ծառայություն։ Բայց այսինքն տենում ես այդ ամբարիշտը այն ամբարիշտը չի էլի, որ ընդհանրապես գործ չունի Աստծո հետ, անարգած ունի Աստծուն էլ Աստծո խոսքը։ Մարդ, որին անվանում է Սուրբ Գիրքը ամբարիշտ, բայց այս մարդը Աստծո խոսքերը մարդկանց պատմում է, հասկանում եք։ Այսինքն ինքը իրան ամբարիշտ չի տեսնում, ինքը իրան հավատացյալ է տեսնում։ Քրիստոսին Աստծուն հավատացող մարդ է տեսնում, բայց Աստված նրան ասում է ամբարիշտ եւ ապացուցում է, ասում է, երբ որ գող ես տեսնում, նրա հետ ինչ ես անում, միաբանվում ես, նստում ես քո եղբոր դեմ, բամփասանք ես անում, չարախոսություն ես անում, սուտ ես խոսում, անես ես անում, էս ես անում, այն ես անում, հետո ինչ որ պատմում ես իմ խոսքերը։ Դու արեցիր, ասում ես էլ լուր կեցա, հիշում եք, չէ՞ դա։ Այսինքն ես ունես չի, որ անմիջապես քեզ պիտի պատժեմ, հարվածեմ, դու էլ կարծեցի, թե ոնց որ ես էլ այդ բաները հավանում եմ եւ զգուշացնում է, որ այո, քո համար պատիժ կա, բայց վերջի խոսքերը հիշում եք ինչպես է ասում, ով որ իր ճանապարհներին զգուշություն անի, ես կարող եմ ասել, դա որ համարն է, Սաղմոս 50-ի 14-ից 23-ն է, 23-րդ խոսքն ասում, ով որ իր ճանապարհներին զգուշություն անի, ես նրան ցույց կտամ իմ փրկությունը։ Այս մարդը իր ճանապարհներին զգուշություն չի անում։ Այդ չի քննում էլի, որ արդյոք իր ընթացքը ճիշտ է։ Ինքը բավարարվում է, հանգստացած է, խաղաղված է նրանով, որ Աստծո խոսքը իր բերանին է եւ մարդկանց պատմում է։ Էդի իրան բերել է ինքնախաբեության, ասենք ասած, ինքնաբավարարման, որ մնացածը կարծես թե մի փոքր բան է, ոչինչ որ գողանում է, ոչինչ որ սուտ է խոսում, ոչինչ որ անիծում է, բայց եկեղեցի եմ գալիս, Աստծո մասին եմ պատմում։ Էս էր։ Իսկ այս մարդը ասում է իմ ճանապարհն իր ճանապարհներին զգուշություն անողին ես իմ ինչը պիտի հայտնեմ, փրկությունը պիտի հայտնեմ, այսինքն նրան պիտի հայտնվի Աստծո փրկությունը, ով շատ լուրջ է վերաբերվում իր ճանապարհներին, իր քայլերին, իր գործերին, իր խոսքերին։ Այդ լուրջ վերաբերմունքի մեջ կա, ասում է, ով որ զգուշություն է անում, այսինքն դրա մեջ սա կա,
քննում է, ուշադրություն է դարձնում, չի ուղղակի անում ու անցնում, անուշադրության մատնում, կամ սխալ բաներով իրան խափում, ինքնախաբեության մեջ հանգիստ ապրում։ Սրան պիտի հայտնեմ իմ փրկությունը, իսկ սրանք պիտի փրկվեն, սրանք պիտի տեսնեն իմ փրկությունը։ Եվ կարևոր բան է, Տիրոջ պատվերն էլ, հրամանն էլ կա, օրինակի համար կարդամ ձեզ համար 2-րդ Կորինթացիս 13-րդ գլուխ 5-րդ խոսքը, ասում է. փորձեցեք ձեր անձերը, Տիրոջ հրամանն է, թե արդյոք հավատքումն եք, հետաքրքիր է, չէ՞, եկեղեցուն է գրում Պողոսը, Կորինթացիների եկեղեցու անդամներին է գրում։ Անես չի, որ եկեղեցու մեջ ենք, ուրեմն հավատքի մեջ ենք։ Եթե տենց լիներ, դա ավելորդ բան կլներ, խրատել, ուղղություն տալ, որ անպայման ուշադրություն դարձրեք, քննեցեք ձեր անձերը։ Արդյոք հավատքի մեջ եք։ Եվ շարունակության մեջ ասում է, կամ չգիտեք ձեր անձերը, որ Հիսուս Քրիստոսը ձեզանում է, միայն թե անպիտան լինենք։ Այսինքն խոսում է դրա մասին, որ բան կա, ոնց որ ասած, որ մի հատ քննեք, տեսեք այդ վիճակի մեջ եք։ Իրոք Քրիստոսով եք ապրում, իրոք հավատքով եք ապրում, քննեք։ Այսինքն հնարավոր է մորթայը շեղվի, մոլորվի, ծռվի, եւ եթե չքննի ուշադրություն չդարձնի, այդ ինքը կորուստ է, կոր չի։ Հետպես է։ Շատ լավ բան է ինքնակնությունը, բայց եթե դա կատարվում է ճիշտ, Աստծո պահանջած բանն է, որ մարդը իրոք զգուշ լինի, վախով վարվի Աստծո առաջին։ Երկրորդ կարևոր բանը էսա, մարդը եթե լույսի որդի է, ոչ թե խավարի, ինքը լույսը սիրում է, Սուրբ Գիրքն ասում, չէ՞, լույսի որդիները գալիս են ինչ, լույսին։ Գալիս են լույսին, բայց ում գործերը չար են ասում, պահկվում է, ծածկվելու տեղ է ման գալիս, որ էդի չերևա, ամենալավ ծածկոցը խավարն ասում, մնում է ինչի մեջ, խավարի մեջ, խավարը իրան լավ ծածկում է։ Սուտը, խաբեությունը, ծածկոց է միան, մարդը հենց ինքը իրան է դաժը խաբում։ Ես լավն եմ, իմ գործերը լավն են, ամեն ինչ նորմալ է։ Վերջ, այս խավարի մայտ ծածկոց է, ստության ծածկոց, որ մարդը դրա մեջ իր վիճակը ծածկում է։ Եվ ասենք, այո, շատ ժամանակ մեզ օգնում է Աստված ողորմություն անը, որ մենք ուշադրություն դարձնելով շատ բան նկատենք եւ փոխենք եւ ապաշխարենք դրանց մեջ։ Հենց վերջի հայտնությունը ես նորից ձեզ քիշեցնեմ, շատ լուրջ բան խոսեց Աստված, հանդիմանեց իր եկեղեցուն։ Խոսեց սրտերի ծռության մասին։ Ասեց շատերը իրենց ծուր սրտով են, չէ՞ գալիս եկեղեցի։ Մենք ամենքս այդտեղ անուն չտվեց։ Չասեց ամբողջ եկեղեցին այդ վիճակի մեջ, բայց եւ այնպես ասեց, որ կան։ Գուցե ես եմ, գուցե դու ես։ Մտածել եմ դրա վրա։ Այդ քննել եմ իմ սրտի շարժառիթները, իմ սրտի ուղղությունը Աստծո առաջին, արդյոք ես ուղղությամբ եմ վարվում Աստծո առաջին։ Իրա կամքը փնտրելով, իրա ուզածը կատարելով, անկեղծորեն, սրտանց։ Դե ձև եմ տվել ու շատ բաներ, այս ծուր։ Կարդացեք Թագավորաց գրքում ասում է, այս թագավորը ուղղությամբ վարվեց, չէ, ուղղություն արեց Տիրոջ առաջին։ Այս թագավորի սիրտը ծուռ էր Աստծո հետ։ Սկսեց այս չարությունը զորացնել, այն չարությունը, իսկ այնի որ ուղիղ էր ասում, այս չարությունը սկսեց վերացնել, այս մյուս կռապաշտությունը սկսեց վերացնել, ժողովուրդն էլ իր հետ միաբանվեց, կարգին ցենց ասած բան, այս բարի վիճակի եկավ։ Եվ էսա, որ այո, ինքնակնություն պետք է անել, բայց ցավոք սրտին հնարավոր մարդը ինքնակնություն անի եւ գա հաստա, այդ ինքնակնությունը դառնա ինքնախաբեություն։ Այսինքն դրի քննի, բայց խաբի։ Վատավոր չի քննում ընդհանրապես։ Ինքը արխային է։ Վերջապես ուշադրություն դարձեք, շատ քարոզներ, իր քարոզի ոնց որ ասած նպատակը, հիմնական նպատակներից մեկը դա սա կայանում, որպեսզի մարդը այդ խոսքի համեմատ լուսավորվի եւ քննի իր անձը դրա այդ խոսքի համեմատ։ Էդ է նպատակը սա է։ Օրինակ եղբայրը խոսեց, դրա մեջ շատ կողմեր կան, որ կարաս շատ բաներ հասկանաս, օգնի ձեզ շատ հարցերում, բայց մեկը սա է ինքնակնություն։ Արդյոք դու ունես ծառայելու սիրտ,
բաներ, ասած բացահայտումներ արեց, որ դու կարաս այդ բացահայտումների լույսի ներքո քո անձը քննես, որտեղ օրինակ տենաս կա ունես թե չունես։ Ոնց մեկը ծառայության սիրտ չունի, որտեղ օրինակի համար ոնց որ եղբայրն ասած, գիտի ժամանակ պետք է տրամադրի, շատ բաներից պետք է արդեն այն ձևի չլինի, ոնց որ հիմա եւ այլ եւ այլ, եւ ինքը հոժարված չի։ Մեկ ուրիշնա չի ուզում ծառայել, որտեղ հանդիմանում են։ Անդա գիտես, որ սխալվում ես, հանդիմանում են։ Վախենում ավ ծառայի, կարող հանդիման դել հպարտություն է, էլի։ Բա ոնց պետք է ուղղվենք, եթե պետք է չհանդիմանվենք։ Եվ ես որ լսում եմ խոսքը, իմ մտքովս էս էր ասում, էլի։ Հետաքրքիր խրախուսվեց ժողովուրդը այդ խոսքից, թե ավելի վախեցած էր, վավշե վախեցավ, որ հետ քաշվի։ Խոսքը ճիշտ էր, խոսքը շատ ճիշտ էր ու շատ տեղին էր, շատ դիպուկ։ Հարցը մեր վերաբերմունքն է դրան։ Գուցե լսեցինք, ասենք չէ, դա մեր բանը չի։ Եվ էսա որ մարդը պիտի ուշադրություն դարձնի, ոնց անում իր քննությունը, ինքնակննությունը, իր անձի քննությունը։ Եվ նորից եմ ասում շատ վատ է, որ ոչ ասում միանգամից, չէ, ես էդի չեմ։ Այմար համբերի երկայնամի տեղի։ Շատ հաճախ հենց քարոզները լսում եմ, մարդ իր սրտում մտածում է, իմ մոտ ամեն ինչ նորմալ է, շատ լավ է։ Բայց էդի նայեք, մի օրինակ շատ հաճախ ենք բերում։ Առաքյալներին Տերը ասեց, ձեզանից մեկը ինձ կմատնի, չէ։ Բոլոր ասեցին, միթե ես եմ Տեր։ Չասեցին, չէ, ես չեմ։ Ես այդ մարդը չեմ։ Բարի վիճակ է էսի։ Թույլ են, ոնց որ ասած, տեղ են թողում, որ եթե հանկարծ իրանք լինեն, գոնա քննվի, բացահայտվի, այդ բանը չանեն։ Բայց երբ որ դու ասում ես, չէ, էդի ես չեմ, էլ դու տեղ չես թողում քննության, վերջացավ։ Ուղղվելու տեղ չես թողում։ Եվ շատ հաճախ ասենք Աստծո ծառաներից էլ ասենք, որ նայում ես, օրինակ Պողոսի օրինակը ես կուզեմ բերեմ, որ ոնց է խոսում իր ծառայության մասին, իր հետ կապված հարցերում, ոնց որ ասած ինչին է իր հույսը ինչի վրա է, արդյոք ինքը ասենք երբ որ իր հետ կապված հարց ալնում, ոնց է քննում։ 4-րդ գլխում առաջի Կորինթացիս ասում է առաջի խոսքից կարդամ մինչև 5-րդ խոսք։ Թող ամեն մարդ այսպես համարե մեզ, ինչպես Քրիստոսի պաշտոնյաներ եւ Աստծո խորհուրդների տնտեսներ։ Այդ տնտեսների մեջ այն է պահանջում, որ մեկը հավատարիմ գտնվի։ Այսինքն նախ էս ասում մենք Աստծո տնտեսներ ենք, այսինքն մեզ տնտեսությունը հանձնված։ Մենք էլ այդ տնտեսության վրա Աստծո պահանջած գործն ենք անում։ Բայց եւ ինչ ասում, բայց այդ տնտեսների մեջ Աստծո պահանջը, որ տնտեսը լինի ով հավատարիմ։ Հիմա դե բնական է, եթե Աստված պահանջում է ես տնտես եմ, ինձնից հավատարմություն, ես պետք է քննեմ մի հատ իմ կյանքով, իմ գործերով, ես արդյոք իրոք այդ Աստծո պահանջած հավատարիմ տնտեսն եմ, թե անում եմ ձեռիս հետ էլի հյոլա եմ տանում։ Դրա համար այդ պարզա որ դա կանանգստացնի Աստծո պահանջ կա, ինքը պետք է Աստծո պահանջի համեմատ անի իր գործը, հավատարմությամբ։ Բայց ինձ համար ոչինչ բան է, որ ձեզանից դատվեմ։ Որտեղ ոմանք գիտեք, Կորինթացիների թուղթով ովքեր կարդացել են Պողոսին ասում են սուտ առաքյալ չի, ինքնակոչը, չէ, հիշում եք իր պայքարը, շատերն էին հակառակում։ Բայց ինձ բան չի, ոչինչ բան է, ձեզանից դատեմ կամ մարդկային դատաստանից, այլ ես իմ անձն էլ չեմ դատում, որովհետև իմ անձիս համար ես բան չգիտեմ, սրանով էլ չեմ արդարանում, որովհետև ինձ դատողը Տերն է։ Ուրեմն ժամանակից առաջ մի դատեք, մինչև Տերը գա եւ խավարի ծածուկ բաները կբերեի լույսի մեջ եւ սրտերի խորհուրդները կհայտնե եւ այն ժամանակ ամեն մեկի գովասանքը կլինի Աստվածանից։ Այսինքն մարդը կարա մարդկանց վկայությունով իր ինչպիսին լինելը տեսնի։ Այս Պողոս ասում է, եթե դուք անգամ ինձ դատեք կամ թեկուզ գովեք, մեծարեք, բարձրացնեք, ես ձեր ասածով չեմ ոնց որ ասած իմ մասին միտք առնում, թե ոնց եմ ծառայում, ոնց մարդ եմ, Աստծո առաջին ուղիղ եմ, ծուռ եմ, այս Տիրոջն եմ նայում, որ Տերը ինձ բան, անգամ հարցեր կա, որ ոնց որ ասած ես ինքս էլ ասում եմ, չէ, այդպիսի բան ասեց, որտեվ իմ անձիս համար ես բան ինչ չգիտեմ։ Եվ թողնում եմ թող Տերը օգնի ինձ, Տերը բացահայտի, եւ գիտեմ, որ Տերը ամեն բան գիտի ու ժամանակ կգա
Այն սրտող քննողը, սրտեր քննողը գիտի, հասկանում է եւ կբացահայտի եւ ամեն մեկի գովասանքը Աստծուց կլինի։ Ամենայն դեպս ըլլում է, որ այո, մարդը ինչ որ բաներով, ասենք, վկայություններով է քննում, բայց առաջերտին էսա, որ Աստծո վկայությունը լինի, բնականաբար։ Տեղ կա, օրինակի համար եղել է, մարդը մեղքի տկարության մեջ, այդ երազնեք իրան պատմե, մի հատ տեսիլք են պատմե, մի հատ հայտնություն իրան տեսան, մի հատ լույսի մեջ, փառքի մեջ, այդ մարդը, որ ասենք սրտում որոշած ուներ հանդիմամասնելով, որ ապաշխարել չի ապաշխարում։ Որտեվ իրան ասում են, որ երազի տեսիլքի մեջ դու ասենց ասած լույսի մեջ էր, ուղիղ էր, վերջ։ Իրա փաստացի իրա գործերը, կյանքը, որ Աստվածաշնչով, Աստծո խոսքով ցույց է տալիս, որ իրա կյանքը էս հարցերում ծուռա, դա մի կողմ է դրվում եւ նայում է բանին, այդ երազ տեսիլքին կամ որևէ մի վկայությանը։ Եվ նաեւ մարդը հնարավոր է հանդիպել ենք այսպիսի դեպքի, որ իր խշմտանքի վկայությունով իր անձը քննի, արդյոք ինքը սխալված է Տիրոջ առաջին, մեղք ունի, չունի, խշմտանքով հանգիստ է, մտածում է ոչ մի բան չկա։ Բայց ուշադրություն դարձեք, Աստծո գրքում լիքը վկայություններ կան, որ մարդիկ մեղքի մեջ, սխալի մեջ հանգիստ էին։ Ոչ մի անհանգստություն չէին ապրում, մի բաներ իրանց շատ լավ ու հաղթանակած են տենում։ Սավուղին տեսեք։ Աստծո մարդը եկավ Սավուղին հանդիմանեց, որ դու այս հարցերում սխալ ես, այն պայն, երբ որ ինքը հաղթանակի իր համար կոթող էր կանգնացնում, որպես մի հատ հաղթող մարդ, Աստծո կամ կատարած մարդ։ Հաջորդ անգամ եկավ հանդիմանեց, բայց մինչև հանդիմանել է ինքը Սավուղը առաջ ընկավ, չէ, Սամվելին ասեց, ես Աստծո կամքը կատարել եմ, ոնց ասել է, գնացել եմ, ինչ որ բանել է, պատվիրել է, կատարել եմ, հրամայանը կատարել եմ։ Սամվելը ցույց տվեց իր մեղքը, բայց ոչխարները, բայց թագավորը, բայց ինքը անգամ հանգիստ էր։ Հանգիստ։ Պողոս առաքյալը ասում է, քանի մեղքը չկար, քանի օրենքը չկար, մեղք չկար։ Երբ որ օրենքը ոնց որ ասած դրվեց իմ դեմ, մեղքս կենթանացավ։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Մարդը չգիտի Աստծո կամքը, իրան թվում է թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Բայց հենց օրենքը դրվում է, Աստծո կամքը դրվում է մարդու առաջին, տենում ես նոր սկսում է իր խշմտանքը աշխատել, հասկանալ, որ մեղավոր է։ Կամ հիշում եք այն կնոջը, որ բռնել են շնության մեջ։ Բերեցին Տիրոջ առաջին, պատրաստ էին քարկոծելով սպանեին, որովհետև Աստծո խոսքը ասում էր, այդպիսիներին քարկոծելով սպանեք, ձեր միջից վեր առեք այդ բղծությունը։ Իրանք էլ պատրաստ են։ Տիրոջը հարցրեցին, ինչ անենք։ Դե Տիրոջ պատասխանը հիշում եք, ով որ ձեզանից արդարը առաջինը ինքը քար գցի։ Ասում է, իրանք էլ խշմտանքից հանդիմանված հաթ քարը գցեցին, թողին գնացին, չդատեցին։ Այսինքն մինչև այդ շատ հանգիստ խաղաղ խշմտանք ունեին։ Իրանց տեսնում էին արդար եւ իրանց տեսնում են դատելու իրավունք ունեցող։ Բայց հենց Տերը Տիրոջ հոգին գործեց իրանց հետ, ոնց որ ասած, այն ժամանակ նոր հասկացան, որ չէ, իրանք էլ նրան նման մեղավոր են, եթե նրան դատում են, իրանք էլ պետք է դատվեն։ Դատողը իրանք պետք է չլինեն, դատողը պետք է արդարը լինի, որ ինքը այդ բաների մեջ չի։ Ու շատ ուրիշ օրինակներ կան, ասենք, Սուրբ գրքում, մարդիկ առանց խշմտանքի Հիսուսին դրեցին, խաչեցին։ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, ձեզանից շատերին կհալածեն, ժողովարաններից դուրս կհանեն, ինչ կանեն, ձեզանից շատերին կսպանեն, կարծելով թե ինչ, Աստծուն պաշտամունք են մատուցում։ Այսինքն մարդը հանգիստ խղճով, լվի բաներ, որպես Տիրոջը ծառայություն, հնազանդություն, պետք է Աստծուն հակառակ բան գործի, մեղք չարություն անի։ Ու չէր խշմտանք ունենալու, որ ես Տիրոջը ծառայեցի, դաժե հակառակ, Հերոսի կոչում անձ է պետք տալ։ Այնպես որ այդ խշմտանքի վրա հույս դնելն էլ ճիշտ չի, Ժորժ ջան։ Որ գուցե մարդը բարի խշմտանք ունեմ, մաքուր խշմտանք ունեմ։ Տեղեր կա խշմտանքը սխալ է աշխատում, սխալ գիտության պատճառով, այդ բաները մենք գիտենք, կրթված ենք։ Հիշում եք Երեմիայի մարգարեության
17-րդ գլուխի 9-10 խոսքերով ասում է խափեպայա, չէ, ամեն բանից առավել ինչը մարդու սիրտը։ Իսկ մարդու սիրտը ինքը իրան կարա խափի։ Ինքը շատ մեղավոր մեջ կարա իրան շատ արդար, ասի դու շատ արդար ես, դու շատ լավն ես, դու շատ բարի ես, դու շատ ճիշտ ես։ Իրա ներսի վկայությունը, սրտի վկայությունը։ Եվ ինչ ասում, ով կարա նրա ոնց որ այդ խորամանկությունը տեսնի, հասկանա, բայց մենակ Աստված ասում է, մենակ Աստված կարողա քննի ինչ որ կա այդ իրականությունը, այդ խափեությունը, այդ ստությունը լույսին բերի, մենակ Տերը։ Դա համար իրականության մեջ Ժորժ ջան, էսա որ մեր քննությունը պիտի լինի այնպես որ իրոք իր պտուղը արդյունքը բերի հանկարծ հակառակ մեր քննությունը չդառնա ինքնախաբեություն։ Եվ դրա մեջ կարևոր բաներ կան, որ կուզեմ ուշադրություն դարձնենք, բանը ասենք օրինակի համար Հովանու առաջի նամակի մեջ առաքյալը այսպես է մեզ ասում, այդ բանի հետ կապված, քննության հետ կապված 3-րդ գլուխ 19-24-ը։ Սրանով ենք ճանաչում, թե ճշմարտությունից ենք եւ նրա առաջին հանդես բերենք մեր սրտերով։ Շայցուն դարձնում եք, որ ասեցի հոգևոր մարդ լինելը, ճշմարտությունից լինելը, դա համարժեք բաներ են, ասենք, բնութագրեր են, հոգևոր մարդ լինել, ճշմարտությունից լինելը, այստեղ այդպես ասեց։ Սրանով ենք ճանաչում, երբ որ ինչ հանդես բերենք ինչ մեր սրտերը։ Այսինքն նա որ ծածկում է, թաքցնում է, չի քննում, ուշադրություն չի դարձնում, անհոգ անտարբեր է, որ կարող մեղ գործի, կարող սխալված լինի, կարող ծռված լինի, ժամանակ, ինչ թե ժամանակ, ամեն օր այդ քննությունը պիտի լինի։ Ամեն գործերի մեջ պիտի լինի։ Սրանով է երևում, որ մենք ճշմարտություն ենք, եթե մենք հանդես բերենք ինչ մեր սրտերը։ Այսինքն մենք ծածուկ չպահենք, չթաքցնենք, բերենք Աստծո առաջին, Տեր բացահայտի քո լույսով, հայտնի արա, թող երևա, թող լուծվի այդ հարցը, թող բժշկության հետ, թող չմնա մեղքը, չարությունը, քեզ հակառակ բաները։ Այս սրանով է երևում, որ մենք ճշմարտությունից ենք։ Բայց սովորապես չի անում, ինքը ճշմարտությունից չի, լույսից չի, ծռվել է, լավ ասենք, սենց, խոտորվել է։ Եվ ասում է, եթե մեր սրտերը մեղադրեն մեզ, այլ Աստված մեր սրտերից ավելի մեծ է եւ ամեն բան գիտե։ Այսինքն մեր սրտերը այո կարան մեզ մեղադրեն մեր սխալի մեջ։ Կավոր հենց խշմտանքը ճիշտ տեղը աշխատում է, ոնց որ ասեցի, Տերը խոսեց, հանդիմանեց, մարդիկ քարերը գցեցին, գնացին։ Իրանք հանդիմանված գնացին։ Հա, բայց սենց ոնց որ ասած տեղեր կա այդ նույն խշմտանքը կարող է քեզ խափի։ Դու հանգիստ լինես, բայց քո տակը լիքը բան է լինի, որ Տերն է տեսնում։ Դրա համար ասում է, մեր սրտերը եթե մեղադրում է, առավել եւս ուրեմն ինչ Աստված ավելի որ մեծ է, ավելի շատ բան գիտի, ավելի խորը գիտի, նա հաստատ մեղադրում է մեզ։ Եվ էսա ոնց որ ասած, մենք եթե ուզում ենք բան անենք, պիտի անկեղծ գտնվենք Աստծո առաջին, բերենք Աստծո առաջին մեր սրտերը, մեր վիճակը։ Ոչ թե իմացած տեղը բնական է, իմացած տեղը առավել եւս գիտենք այս չարությունը, պետք է արդեն ապաշխարենք։ Բայց չիմացած տեղը, որ քննում ես, ուզում ես հասկանաս, ուզում ես տեսնես, անկեղծ ես դու, այնպես չի որ բացահայտվել է, դու ուղղակի քեզ կույրի տեղ ես դրել, չէ, չես տեսնում։ Խոսքը խոսվել է, կամ խոսքը կարդացել ես, եւ ոնց ասած լույս է եկել, դու ուզում ես այդ լույսի ներքո քո անձը քննես, բայց դու քեզ չես վստահում, ոնց որ Պողոս ասեց, ես իմացել դրանով ինչ չեմ անում, չեմ դատում, այլ ուզում եմ որ Տերը ցույց տա։ Վեսա որ բերում ենք, եթե մեր սրտերը, ասում սիրելներ, եթե մեր սրտերը չմեղադրեն մեզ, համարձակություն ենք առ Աստված եւ խոսում ենք ինչ որ խնդրենք նրանից կառնենք, որտեղ նրա պատվիրանքները պահում ենք եւ նրան հաճո եղած բաները կատարում ենք։ Այսինքն էսա որ այո, թող Աստված օգնի մեզ, ուղղի մեզ, վերհանի մեզ համար։ Իր խոսքը բացահայտվի։ Հարցեր կա, իրավիճակներ կա, գիտեք ոնց է։ Մարդու հետ խոսացել ենք, եղել է։ Ինչ որ բան արդեն պարզ է, հասկանալի է մեր կողմից, խոսում ենք, ցույց ենք տալիս, օգնում ենք, որ այդ մարդը ինքն էլ տեսնի եւ ուղղվի։ Չէ, չեմ կարող տեսնեմ, մեկ էլ գնում է ինչ որ բաներ ալնում, ինչ որ բաներ է կատարում, մեկ գալիս ասում է
հա, Աստված ինձ տեսցրեց, հասկացրեց, ես դա հասկացա, բայց սենց ասեմ, այդտեղ էլ բացասական բան կա։ Լավ, որ Աստված հասկացրեց, դու էլ հասկացար։ Բայց քեզ հասկացնում էին, Աստծո ծառաները խոսում էին։ Բացատրում էին, օգնում էին, որ դու տեսնես, կարաս քո անձը այդ խոսքով, այդ իրանց ասածով քննես, տեսնես իրականության մեջ ինչ տկարության, ինչ մեղքի, ինչ չարության մեջ ես, բախի չընդունեցիր։ Այնպես չի, որ միշտ տես պետք է լինի։ Աստված ողորմություն արեց, հա քեզ ով մարդ։ Այստեղ էլ կա իրավիճակներ կա, ոնց որ ասեմ, իմ ծառային ընդունողը ինձ ընդունում, չէ, իմ ծառային անարգողը ինձ անարգում։ Նորը Տերը չխոսի, ասա գնա իմ ծառային ինչ որ ասել է, լսի։ Եվ շատ կարևոր է այդ մեր ինքնակնության մեջ մենք օգտվենք նրանցից, որ Աստված կարողություն ա տվել մեզ օգնելու։ Խա դրել մեկին խրատ տվող, ասма ակաշ դրեք ձեր առաջնորդներին, ակաշ դրեք ձեր խրատողներին, չէ, այդպիսի բան կա, չէ։ Բախիա խրատող տվե։ Իսկ նրանք մարդիկ են, որ կարան տեսնեն են, ինչ որ դու չես տեսնում, ու քեզ օգնեն, որ խրատվես այդ հարցերում։ Եթե դու էլ էդի կարողանայիր տենայիր, հասկանայիր, այդպես մարդիկ քեզ էլ պետք էլ չէին։ Եթե երեխեն կարա ինքնուրույն նստի, գիրք բացի ու տառեր սովորի, գրել կարդալ սովորի, իրան ուսուցիչ ու դպրոց պետք չի։ Եվ այստեղ քննության մեջ շատ կարևոր Աստծո ծառաների հետ գործ ունենալը, նրանց խրատը, հանդիմանությունը լսելու սիրտ ունենալը։ Նորից եմ ասում, այս քարոզները շատ բաները, ասենք բացահայտումներ են ձեզ համար օգնելու, որպեսզի դուք տեսնեք այն ինչ որ գուցե դուք չեք կարողանում տեսնել։ Եվ քննություն անել եւ ըստ դրա էլ ձեր կյանքը ուղղել։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի այո մենք լսենք Տիրոջ ծառաներին, հնազանդվենք նրանց։ Եվ կուզեմ մեկ համար էլ կարդամ Սաղմոս 139-ից։ Եթե հիշում եք Սաղմոս 139-ը, դա Դավթի Սաղմոսներից է, որ ինքը զարմանում է Աստծո այն կարողության վրա, որ Աստված ամեն բան գիտի, ամեն բան տեսնում է, իրանից թաքնվել չկա։ Անկամ գիտի ասում է այն բաները, որ իմ ասում է դեռ իմ մոր որովայնում իմ ոսկորները չէին կազմվել, իմ տեսքը չկար, բայց դու իմ տեսքը գիտեիր։ Դեռ մի օր չի ապրել, բայց դու իմ ապրած բոլոր օրերը հագես հայտնի էր։ Ասում ես իմ համար զարմանալ է այս գիտությունը, վեր, չեմ կարող հասկանամ։ Իսկ այս արմամբ իրոք ո՞նց ես դու կարողանում դա իմանալ, ով Աստված։ Ուրիշ խոսքով ոնց որ սա ավելի բան անում, ցուցատալիս անիմաստ է մարդը օրինակ համար մի բան ծածկի Աստծուց, որովհետև ոչինչ չի ծածկվի Աստծուց։ Դրա համար էսա, մեր անձերը քննենք, որպեսզի բացահայտվի, որովհետև եթե մենք չբացահայտենք, դատաստանի օրը Աստված պետք է բացահայտի։ Չի ծածկվի։ Եվ այսպիսի բան ասում Դավիթը, ես կուզեմ որպեսզի մենք էլ այո, այս խնդրվածք ունենք Աստծո առաջին, ինքը իր համար նայում է, էս ասում։ Երայն թե ասում է, ես չեմ ատում ատող քեզ ատողներին, հարց է տալիս, այսինքն նայում է իրան, ասում է ատում եմ։ Քեզ ատողներին ատում եմ։ Այսինքն չեմ ընդունում այդ մարդկանց։ Նես չի որ դրանց ոնց ասած ընդունում եմ, հոժարվում եմ կամ թե չէ, բան, ասում եմ, միթե ես չեմ ատում քեզ ատողներին, եւ քեզ դեմ ամբստամբողներից չեմ զզվում։ Հարց է տալիս։ Իհարկե զզվում եմ։ Ասում է, կատարյալ ատելությունով ատում եմ նրանց, եւ նրանք ինձ թշնամի են դարել։ Ուզում ասի, ես քո կողմն եմ, Տեր։ Ես քեզ եմ սիրում, քեզ չսիրողների դեմ եմ, քեզ հակառակու ապստամբ խոսողներին դեմ եմ, ես տեսնում եմ, որ այտենց եմ, բայց միևնույնն է, ինչ է ինքը ասում, անկախ ամեն ինչից ասում է, փորձիր ինձով Աստված եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները։ Խնդրում եմ Տիրոջ, ինձ փորձիր, ինձ քննիր, ինչ որ կա իմ մեջ թող բացահայտվի, երևնա իմ մտածմունքները, իմ սրտի բաները եւ տես, որ չար ճանապարհներում, թե որ չար ճանապարհներում լինեմ, առաջնորդից դեպի հավիտենական ճանապարհները։ Այսինքն էլի ոնց ինքը տենում է, իրան վատ չի տենում, լավ է տենում։ Բայց մեկ ասում է, Տեր, դու փորձիր ինձ, դու օգնիր, որ ես բացահայտվի ինչ որ կամ, որտեղ դու կարող ես, դու այս որակներն ունես, սկզբից է Տեր ասում, ամեն բան գիտի ինքը, իրենից ծածուկ ոչինչ չկա։ Աստված է, որ ասենք
կարող է իրականությունը կատարյալ ձևով 100%-ով բացահայտել եւ մարդուն ցույց տալ։ Այս էլ իհարկե նա որ անկեղծ է, նա որ ու սիրտը ուղիղ է, նա իրոք փնտրում է Աստծո կամքը, ուզում է ուղիղ լինի Տիրոջ առաջին, հաստատ Տերը այր ոնց որ ասած իրան չի ծածկի այդ մարդուս, կբացահայտի, այդպես է։ Եվ նորից եմ ասում, Աստված օգնել է, որ ձեզ ծառաներ լինեն, Աստծո պարգև ունեցող, որ ձեզ օգնեն այդ հարցերում, բացահայտումների հարցում։ Բայց ցավոք սրտի շատերը կռիվ են անում, որ հանդիմանում ես։ Մի հատ էլ քեզ հիմարի տեղ են դնում, անխելքի տեղ են դնում, չտեսնողի տեղ են դնում, չէ, դու չգիտես, եղբայր։ Դու չես հասկանում, էսի սենց է, իրենց է։ Դե գնա։ Ու Աստված օրհնի մեզ, որ մենք իրոք հենց այս փափագի մեջ գտնվենք Տիրոջ առաջին։ Տերը որ ճանապարհով կբացի մեր վիճակը, կօգնի, որ մենք ճիշտ քննություն կատարենք, ճիշտ տեսողություն ունենք եւ մեր ճանապարհը ուղենք, իր ծառաներով, անձամբ, քարոզով, թե ոնց ինքը գիտի, բայց մենք այդ սիրտը պատրաստություն ունենանք։ Մենք վախենանք Տիրոջից, զգուշություն անենք մեր ճանապարհներին, սիրենք ճշմարտությունը, զզվենք մեղքից, ամեն ինչ անենք, որ մեղքի մեջ չմնանք։ Ասում է Հոբը մենակ իր մասին չէր մտածում։ Հիշում եք նրա օրինակ, որ ասում էր ուղիղ, ինքը համար վկայություն էսը չէր, ուղիղ մարդ։ Չարությունից փախչող հեռու գնացող մարդ։ Դրա մի որակավորումը բերում էր, մի բացահայտումը, ոնց է երևում դա իր կյանքում։ Ասում է, երբ որ իր զավակները հավաքվում, քեֆ ուրախություն են անում, ինքը իր զավակների համար անհանգստանում էր։ Գուցե մի բան արել են, այդ մեղքը չմնա։ Իսկ մենակ իր համար չէր անհանգիստ, որ հենց ուղղակի լավ քեֆ արել են, թող անցնի գնա, չէ, էլ մի հատ տեսնենք հանկարծ մի բան չմնա։ Անվաճ մի բան սխալ արած չնա, եւ իրանց համար ինչ էր անում, զոհ էր անում։ Նմանապես մենք պիտի լինենք։ Բայց ասենք ցավալին էլ է, որ այո, խոսում է, բայց նա մեր անգամ մարդկանց հետ կապված, որոնք խրատվել են, հանդիմանվել են, բայց գիտենք, որ չեն ուղղվել, այտենց էլ չեն ուղղվում։ Կարծես շատ հանգիստ ապրում են։ Հանդիմանված տեղը, աղոթք